Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի խոսքով 25 թվականի մարտին Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել Հայաստանի վրա, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, սակայն Միացյալ Նահանգների միջամտությունը դա կանխեց։ Նա նշում է, որ ներկայիս իշխանությունները չեն գիտակցում զիջումները միայն նոր ագրեսիայի վտանգ են մեծացնում, վկայակոչելով 20-ից 24 թվականների փորձը։ Թաթոյանի գնահատմամբ նաև սահմանադրական փոփոխությունները կատարվում են Ադրբեջանի ճնշման ներքո, որպես ձախողված քաղաքականության հետևանք։ Մարդիկ, որոնք 6 տարի շարունակ չեն կարողացել մեզ համար ստեղծել իրական զսպման ու առհասարակ զսպման կարողություններ, բարեփոխել ու արդիականացնել մեր բանակը, իրավունք չունեն սպառնալ պատերազմով իրենց ձախողումները հիմք ունենալու։ Միակ պատճառը, որ նրանք սպառնում են մեզ, հիմա կարողանում են սպառնալ մեզ պատերազմով արտաքին ադրբեջանական ներխուժմամբ, որպեսզի ազդեն ընտրողների քվեի վրա, դա այն է, որ նրանք գիտակցաբար են մեր երկիրը թողել այս վիճակում, ինքնապաշտպանական կարողությունները չեն զարգացրել, որ հիմա սպառնան պատերազմով։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Հարցը չպետք է լինի, սա նրանց խաղն է եւ մենք դրա մեջ չպետք է մտնենք։ Հարցն այն է, որ հարցը այն չէ, թե ով է պատերազմին կողմ, ով է խաղաղությանը կողմ։ Բոլորը խաղաղության կողմ են։ Հարցը այն է, թե դուք ինչու եք ձախողել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգը։ Եվ այստեղ ես 3 հարց եմ նրանց տալիս։ Առաջին, եթե դուք վախենում եք մեր երկրի համար զսպման ու զսպման կարողությունները զարգացնել, բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար կարողություններ ու զսպման կարողությունները ամրապնդել ու բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք կարծում եք դա հնարավոր չէ, դուք նորից էլի պետք է հեռանաք։ Այս բոլոր հարցերի պարագայում ակնհայտ է, որ էլի պատճառը խորքային այդ ձախողումն է, եւ սա շատ կարեւոր է, եւ նրանք հիմա ուզում են այդ ձախողումները թաքցնել նրա տակ, որ թե ով է խաղաղությանը դեմ, ով է պատերազմին կողմ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով պատգամավորներից մեկը անհայտ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական հայտարարություններ է արել, նշելով, թե շուտով Նիկոլին Ռադ կանենք իր ընկերներով։ Սիմոնյանը քննադատել է այդ վարքը, այն համարելով անպատշաճ եւ հիշեցրել, որ Ասլանյանը նախկինում փորձել է մնալ իշխանական խմբակցությունում։ Դա անում էր Հակոբ Ասլանյանը, ու գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, սա առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Պարոն Սիմոնյանը, Ալեն Սիմոնյանը, ոտից գլուխ ստում է, ճիշտ չի ասում։ Հարց 1. Եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու է ես գնում Factor TV եւ ինքս հայտարարում, որ ինքս սառեցնում եմ իրենց հետ գործնեությունը։ Մի րոպե, ոչ, դա ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել եմ, եւ հետո մի փոքրիկ բան, որ միջի հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել են ամերիկաները եւ աստրախանները։ Ինչքաններով իրենք փորձել են իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Սա երկրորդ։ Երրորդ, այնպիսի մի անհասկանալի անիմաստ բան է ասում, թե ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ։ 30 տարուց ավելին գիտես, դու գիտես, ես շատ լավ եմ հասկանում պետական գաղտնիությունը, բայց պատասխանատուները այս ազգակործան վիճակին, պետականակործան վիճակին այս ժողովուրդը քիչ մնաց, հեսա մի 2 ամիսից հետո ռադ կանենք։ 2 ամիսը շատ է, ժողովուրդը պետք է իմանա մի 2 ամիս հետո ռադ կանենք կգնան։ Հələ պատասխան պետք է տա։ Ժողովուրդը պետք է Նիկոլին ու մյուսներին, բոլորին։ Իրան ժողովրդին պետք է հələ պատասխան տան այս ամբողջությամբ։ Երեք ես շատ ցավալի բառով եմ ասել, որ 2 ամիս է մնացել, ձեզ պետք է ռադ անեն։ Համոզված եք, որ 2 ամսից հետո ռադեկ, համոզված եք, որ ռադեկ անեն։ Ես կարծում եմ, որ
ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու ես կարծում եմ, որ իսկապես այս անգամ ժողովուրդը պետք է հանուն գնա եւ ոչ թե ընդդեմ։ Հայաստանի վարչապետի խոսքով Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ընդունում է պետականության եւ երկրի միջազգայինորեն ճանաչված սահմանների գաղափարը, ինչը նրա գնահատմամբ ինքնիշխանության կարևոր հիմք է։ Նա ընդգծում է, որ նախկինում թույլ են տվել սխալներ երկրի շահերը կապելով արտաքին ազդեցությունների հետ, ինչի հետևանքով տուժել է անկախությունը։ Վարչապետի համոզմամբ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա կենտրոնանալը նպաստում է ավելի անվտանգ, անկախ եւ կայուն պետության ձևավորմանը, հակառակ այն ուժերի դիրքորոշմանը, որոնք նվազեցնում են պետականության կարևորությունը։ Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, ով հստակ ասում է, որ Ղարաբաղյան շարժումը, այսինքն ոչ թե հստակ ասում է, մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եվ ժողովուրդը հետ պետք է որոշի։ Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղությունն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, ժողովուրդ ջան, շատ պարզ ընտրություն է։ Եվ մենք պետք է դուրս գանք այդ բանից, մենք պետք է մարդկանց հետ խոսանք։ Էլի նույն անկախության հռչակագրի հետ կապված խնդիրը։ Անկախության հռչակագիրը, էլի ասում եմ, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Որովհետեւ եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո անկախության հռչակագրի հիմքում, սա առաջինը մի բան։ Դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը եւ ում օգնության պետք է միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է լինի։ Սա շատ պարզ տրամաբանություն է։ Եվ ես էլի ասում եմ, մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Բայց էլի եմ ասում, եթե մենք չենք առերեսվելու, եթե մենք չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը, չի փոխվելու։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ընդդիմադիր դաշտը չեն պառակտելու անտեսելով այդ մասին մեղադրանքները։ Նա չի կարևորում իշխանության հնչեցրած գնահատականները եւ շեշտում, որ որևէ իշխանություն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի հարցը։ Դա իրանք ինչ ուզեն ասեն։ Նախագահ կանգնեք հացեր կանցել, բայց կանգնելու ժամանակ ունեմ գներեք։ Փոքրին լինելու համապետական։ Սպասում ենք կներեք, ներողություն։ Չեղավ, սպասեք։ Արցախ վերադարձի էջը, որևէ իշխանություն իրավունք ունի փակել Արցախ։ Սպասեք, դից պահի։ Իհարկե չէ։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն Արցախի քրին համարում է փախած։ Պարոն Սարգսյան, ինչպես է գնահատում, որ այս փուլում ձեզ հետ փոխկապակցատանջեք ընդդիմադիր դաշտը փորձում են պառակտել, հա? Այդ ձեզ ա թվում, դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու։ Կգաք համագումար ձեր մուտքը ազատ ալնելու, հաճույքով ձեր բոլոր հարցերին կպատասխանենք։ Ստեսուն ձեզ։ Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչու է այն հանրային քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում, գրել է Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են Հայաստանի Հանրապետության իշխանության Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են։ Գնացող եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ եւ սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ հարցը ջնջել պարզապես չեն կարող։ Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում։ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադառնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Իրանի հետ 15 ետանոց խաղաղության ծրագրին, նշելով, որ այն կարող է լինել ավելի վաղ մշակված փաստաթուղթ։ Նա քննարկում է, արդյոք սա իրական բանակցային փորձ է, թե ժամանակ շահելու եւ հնարավոր նոր ռազմական գործողություններին պատրաստվելու քայլ։ Միաժամանակ շեշտվում է, որ իրավիճակը մնում է լարված, իսկ առաջիկայում սպասվում են ակտիվ եւ անագիտական գործընթացներ, որոնց հաջողությունը կախված է նաեւ Իրանի ներքաղաքական զարգացումներից։
Առաջիկա օրերին սպասում են ակտիվ դիվանագիտական գործունեությունները, որոնց կցանկանան միանալ մեծ թվով երկրներ։ Հավանական է, որ Իրանը կրկին կպահանջի բանակցություններ վարել բացառապես Միացյալ Նահանգների հետ։ Իրականում բարդ է խոսել Իսլամաբադում համաձայնության հասնելու հնարավորությունների մասին, սակայն նախագահ Թրամփի քաղաքական գիծն արդեն հստակ է՝ բանակցություններ, ռազմական հարվածներ, նորից բանակցություններ եւ ավելի ու ավելի ուժեղ հարվածներ։ Ներկայումս էական դեր ունի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական իրավիճակը։ Արդյոք Իրանում կան անհատներ եւ շրջանակներ, որոնք պատրաստ են կոմպրոմիսներ փնտրել, նաեւ կարող են համոզել ռազմաքաղաքական ազդեցիկ ուժերին գնալ պատերազմը կանգնեցնելու եւ ԱՄՆ-ի առաջարկություններն ընդունելու ճանապարհով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել լարվածությունը եւ անցնել բանակցությունների։ Նա ընդգծել է տարածաշրջանում հարձակումների դադարեցման, էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության եւ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման կարեւորությունը։ Մակրոնը նաեւ կոչ է արել Իրանի միջուկային եւ բալիստիկ ծրագրերի շուրջ կառուցողական բանակցությունների եւ բարձրացրել Ֆրանսիայի քաղաքացիների շուտապույտ վերադարձի հարցը։ Իրանը հրաժարվել է բանակցել Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնացների Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ մեղադրելով նրանց թիկունքից հարվածելու համար։ Փոխնախագահ Ջեյ Վենսը, որը հակամարտության ընթացքում հիմնականում լռություն էր պահպանում, այժմ ներկայացվում է որպես գլխավոր բանակցող, եթե այս շաբաթվա վերջին Պակիստանի Իսլամաբադ քաղաքում նոր քննարկումներ սկսվեն։ Չնայած Իսլամաբադը դեռ չի հաստատվել որպես բանակցությունների վայր, Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է հյուրընկալել պատերազմն ավարտելուն ուղղված բանակցությունները։ Գորիսում մեկնարկել է 1 միլիոն վարդ տնկելու նախաձեռնություն Արուշ Արուշանյանի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի ստեղծել քաղաքի նոր խորհրդանիշ, միաժամանակ ներգրավելով բնակիչներին ընդհանուր գաղափարի շուրջ։